Կաթողիկոսը որպես հայ ժողովրդի հոգևոր առաջնորդ, ամենայն հայոց կաթողիկոս, հայրապետ, ինքը արդեն որպես քրիստոնեությունը պահպանող եւ սերունդներին փոխանցող առաքելություն ունեցող մարդ եւ այնպիսի պարտավորություն ունեցող, որ իր հոտում հանկարծ եղբայրասպանություն չլինի, թշնամություն չլինի, դրանք են կաթողիկոսի եւ ընդհանրապես հոգեվորականների առաքելությունները։ Այդ գիտակցումը եթե լիներ, այդ ընկալումը եթե լիներ, կարծում եմ կաթողիկոսը արդեն յետքայլ կաներ եւ կօգտագործեր իր ողջ իմաստությունն ու գիտելիքները, որպեսզի կարողանար ճիշտ լուծումներ գտնել ստեղծված իրավիճակներում, հասկանալով, որ այո, անդառնալիության կետը անցել է։ Հետևաբար ենթադրում եմ, որ չունի այդ ընկալումը եւ չի պատրաստվում հեռանալ, բայց կա նաեւ երկրորդ տարբերակը, որ կաթողիկոսը շատ լավ ունի այդ ընկալումը եւ հասկանում է, որ անդառնալիության կետն արդեն անցել ենք, հաղթահարված է, բայց միևնույն ժամանակ տեսեք դուք ձեր խոսքում նշեցիք, որ կամ կաթողիկոսը պիտի հեռանա կամ այս իշխանությունները եւ քանի որ արժեվում համապետական ընտրություններն են, դրանք սարերի ետևում չեն, ընդամենը մի քանի ամսից, ապա կարելի է ուղղակի ձգել հնարավորինս երկարաձգել այս ընթացքը այն հույսով, որ ժողովուրդը չի ընտրի այս իշխանություններին, կընտրի կաթողիկոսին հաճո իշխանություն, իսկ մենք բոլորս գիտենք կաթողիկոսը ում կցանկանար տեսնել իշխանություն եւ սա էլ է ուղղակի աբսուրդ, սա էլ է զավեշտ։